Վաշինգտոնը շարունակում է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Հունիսի 25-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս ուներ նոր բան լսել խաղաղության գործընթացից։ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի միջև փոխգործակցությանը, ինչպես նաև փորձում է լուծել այդ վեճը, ասել է Միլլերը։ Հունիսի 25-ին Կարմիր խաչի աշխատակիցները հերթական անգամ այցելել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առաջնորդներին։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը։ Այցի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ Արցախի պաշտոնյաների դեմ քրեական գործերը շուտով կփոխանցվեն դատարան։ 15 անձի նկատմամբ հետաքննությունն արդեն ավարտվել է։ Ձերբակալվածների թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և բարձրաստիճան նախկին այլ զինծառայողներ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին հեռախոսազրույց է ունեցել իր թուրք պաշտոնակցի Հաքան Ֆիդանի հետ, հաղորդում է ԱԳՆ-ը։ Նրանք քննարկել են երկու երկրների միջև շարունակական երկխոսության, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պայմանավորվածությունների իրականացմանը։ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են։ Արտատարածաշրջանային խաղացողների ժամանումը Հայաստան հետևանքներ կունենա։ Այս մասին հունիսի 25-ին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Խոսելով Հայաստանի մասին, սխալ կլինի, ինչպես ասում են, աչք փակել այն փաստի վրա, որ այսօր այս երկրի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքում դեպի արևմուտք։ Այն օգուտները, որոնք ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հարևանությունից, նույնպես պետք է ընկալվեն որպես գին, որը մենք վճարում ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, ասել է նա, հավելելով, որ Ռուսաստանը շահագրգռված է կայուն Հայաստանով, լավ առևտրային և լավ եղբայրական հարաբերություններով։ Հոլանդացի ազգությամբ հայ օդաչու Նարինե Մելքումյանը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է իր կառավարած Էքստրա 330 LX ինքնաթիռի թռիչքի կեսին խցիկի հովանոցը հանկարծակի բացվել, չնայած միջադեպին Նարինեին հաջողվել է չկորցնել ինքնաթիռի կառավարումը և բարեհաջող վայրէջք կատարել։